վերապատրաստումը ինչ ենք անելու։ Բոլորովին նոր կոնցեպտ ենք ներդնելու հանրային ծառայությունների մատուցման, կարծում եմ նաև օրինակելի փորձառություն կլինի մեր պետական մյուս գերատեսչությունների համար, ոչ թե ՊՄԳ ձևաչափը նկատի ունեմ, այլ ծառայությունների մատուցման որակը, որովհետև լավ փորձառություն է բերվում Հայաստան, մենք 23 գրասենյակներ կունենանք մասնավորի կողմից, 2-ից 3-ը կլինեն Երևանում, մնացածը կլինեն մարզերում, այս գրասենյակներում են ընդունվելու քաղաքացիների դիմումները անձահաստատող փաստաթուղթ ստանալու վերաբերյալ կլինի անձնագիր թե նույնականացման քարտ, ըստ էության այլ տեսակի անձահաստատող փաստաթղթերը եւս նույն ձևաչափով է դիմումների ընդունումն ու փաստաթղթի տրամադրումը կատարվելու, ինչ նկատի ունեմ ասելով այլ տեսակի անձահաստատող փաստաթուղթ, այլ իրավական կարգավիճակներով Հայաստանում փաստաթուղթ ստացող անձանց մասին է խոսքը կլինի փախստական քաղաքացիություն չունեցող անձ կամ օտարերկրացի, որը ունի կացության կարգավիճակ, գիտեմ, որ կան մտահոգություններ հանրային ընկալումների իմաստով, որ քիչ է գրասենյակների թիվը, մենք նախկինում ունեինք 63-ը 2023 թվականին միգրացիա եւ քաղաքացիական ծառայության հիմնադրմամբ թիվը դարձավ 47, սա արդեն իսկ ի հայտ բերեց մեր որոշ համակարգացիների դժգոհությունը, հիմա էլ դառնում է 23, բայց պետք է նշեմ, որ ծառայությունները մատուցվելու են թվայնացված եղանակով եւ ըստ էության գրասենյակ մոտենալու անհրաժեշտությունը դառնալու է մի քանի տարին մեկ անգամ, եթե մենք նկատի ունենանք, որ ունեինք իրավակարգավորում, որը ժողովուրդը անվանում էր ելքի կնիկ, այդ անձնագրի վավերականության մասին նշման վերաբերյալ է խոսքը օտարերկրապետություններում եւ մեր հայրենակիցների մեծ մասը ամեն տարվա ռեժիմով այդ կնիքը թարմացնում էր 1 տարով, այդ պայմաններում այո, գուցե իմաստ ուներ, որ այդքան շատ եւ լայն աշխարհագրական բաշխվածություն ցանց ունենա, այս արդեն նոր տեխնոլոգիաների ներդրման պայմաններում եւ աշխարհի լավագույն փորձը հաշվի առնելով սա բավարարելու է։ Ամեն դեպքում համայնքներում, մարզերում կպահպանվի թղթային տարբերակը սկզբնական փուլում գոնե։ Ինքը process-ը թվայնացված է գրասենյակում դիմի անձը թե էլեկտրոնային եղանակով, այսինքն բիոմետրիկ տվյալների հավաքագրումը թղթային process չի ենթադրում, ոչ որևէ թուղթ չի լինելու, բայց անձը ով կդժվարանա այդ նախագրանցում կոչվող գործընթացը իրականացնել կայքի միջոցով էլեկտրոնային հարթակում տանից, նա կարող է մոտենալ իհարկե գրասենյակ եւ այսպես թե այնպես կենսաչափական տվյալների հավաքագրումը տեղում է իրականացվում, մատնահետքի, դեմքի նկարանման աշխատանք է տարվում, նոր տեխնոլոգիաներում, ինչպես նշեցի, մենք խոշոր միջին եւ ըստ էության միջին եւ խոշոր գրասենյակներում ներդնելու ենք բոլորը մեկում կոչվող տեխնիկական լուծումը, որը մեկ սարք է, մենք հաճախ այդ սարքը հանդիպում ենք տարբեր միջազգային սահմաններին, օդանավակայաններում, որի դիմաց անձը կանգնում է եւ մատնահետքը եւ լուսանկարը տեղում իրականացվում է եւ լինելու են իհարկե շատ արագացված ու ճկուն ծառայություններ, այդ թվում նաև առաքման ծառայություններ, մասնավորը կհայտարարի իհարկե իր գնային քաղաքականությունը ավելի ուշ, բայց կարծում եմ արժանապատիվ հանրային ծառայությունների մոդել ենք ունենալ։